Ինչպես գիտեք, մի քանի իրադարձություններ ստիպեցին, որպեսզի այս ֆորմատով լինի շփում ձեր եւ մեր ժողովրդի հետ։ Նախորդ տարեվերջին Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց եւ ինչպես կարգն է ամեն տարի պետք է քննարկվի սակագնի փոփոխությունը եւ հայտարարվեց, որ հետ սպառողների համար սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ, էներգո համակարգի ամբողջ ուրեմն բալանսը, այսպես ասած, ունի եւ մինուսներ եւ պլյուսներ, այսինքն ինչ որ կազմակերպություններ ունենում են մինուսներ ֆինանսական, ինչ որ կազմակերպություններ պլյուսեր։ Հիմա հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու պլյուսները կազմում են 0-0։ Այդպիսի բան իմ անձնական կարծիքով չի լինում, այսինքն մաթեմատիկական որևէ հաշվարկով չի կարող լինել 0-0, ինչ որ որոշակի թիվ պետք է լինի։ Երկրորդը ուսումնասիրելու պարագայում տեսնում ենք, որ 3 միլիարդ 350 դրամ տրվելու է գնման երաշխիքով արտադրող կայանների բեռնաթափման արդյունքով տրվող փոխհատուցում, այսինքն որպեսզի հասկանալի լինի, օրինակ արևային կայաններ կան, որոնց արտադրությունը պետք է օպերատորը կանգնեցնի, հաշվի առնելով պահանջարկ առաջարկ տարբերությունը։ Այսինքն որոշակի ամիսների, որոշակի ժամերի արտադրությունը լինում է ավելի շատ, քան սպառումն է, որը խնդիր է առաջացնելու, եւ այդ կայանները, այսպես բեռնաթափելու, անջատելու պայմաններում կայանների սեփականատերերը ստանալու են փոխհատուցում, որը սակագնի մեջ ներառված է։ Այս գալիս ենք այն մտքին, որ երկու ատոմակայան էինք ստեղծել, փաստորեն երկու ատոմակայանը, այսպես ասած, բաժանորդների վրա որոշակի վնաս է լինում, քանի որ պետք է փոխհատուցվեն։ Խնդիրը կայանում է նրանում, որ Երևան, Հայաստան, Իրան 400 կիլովոլտ գիծը դեռևս պատրաստ չի։ Եթե պատրաստ լիներ, սրա խնդիրը չէր լինելու եւ այդ գծով հոսանքը արտահանվելու էր Իրան։ Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ բարձրաձայնեմ, ատոմակայանի համար նախատեսվել է որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12.7 միլիարդ դրամ, որտեղից Աստված գիտի, խնդրեմ, որպեսզի այս հարցը տակ հանձնաժողովին, իրենք են կոմպետենտ, ես ունեմ իմ կարծիքը բնականաբար, այն պարագայում, որ այս տարի կանգնելու է ատոմակայանը 150 օր եւ կանխատեսվել է 12.7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Իսկ նախորդ տարի կանգնել է 30-ից 45 օր, բայց նախատեսված է եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Իմ կարծիքը, ինչպես նշեցի, ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց ճիշտ կլինի այսպես հռետորական հարցի տեսքով թող հանձնաժողովը պատասխանի որտեղից։ Եվ նաև պատասխանի, թե Երևան ջեկի եւ բեցի ֆինանսական վարկային պարտավորությունները, որ այս տարի պետք է փակեին, ինչու են հետաձգել եւ հետաձգելու այսպես պայմաններում փակելու ժամանակ ինչ են անելու։ Կա երկու տարբերակ։ Կամ պետք է պետությունը սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավորությունները փակվի, կամ սակագինը թանկանա։ Այլ տարբերակ, չգիտեմ, ինչպես պետք է այդպիսի ֆինանսական օգուտով աշխատի, որ կարողանա այդ ամբողջը փակի։ Եվ երրորդ խնդիրը այս թեմայի հետ կապված էներգետիկ մեծածախ շուկան է, որը ինքնակարգավորվող պետք է լինի, բայց իմ անձնական կարծիքով կարգավորվում է նույն հանձնաժողովի եւ պետության կողմից։ Շուկան ինչ է նշանակում, դա այսպես այլ երկրներից մեզ մոտ ներդրված գործիք է, որ ովքեր ցանկանում են ազատականացված շուկայում ձեռք բերել էլեկտրոէներգիա, պետք է այդ շուկայում լինի մրցակցություն, իրար հետ մրցակցեն,
սակարկեն եւ այլն եւ այլն։ Շուկան իմ կարծիքով համենայն դեպս այդ ձևով ոնց որ ստեղծվել է շատ սխալ էր, հաշվի առնելով որ շուկայում ըստ հանձնաժողովի որոշման ամեն տարի ըստ լարման այսպես մեծության պարտավորությունն են անգամ գնալու շուկա։ Եվ շուկայում գտնվող նախ բնակություն չկա, եւ շուկայում սակագինը շատ ավելի էժան է, քան բնակությանը։ Այսինքն ստացվում է այնպես, որ էներգո համակարգից այդ բաժանորդները դուրս են գալիս, այսինքն այդ գումարը չի մտնում էներգո համակարգ, այլ վճարում են այլ կազմակերպությունների, տրեյդերների, որոնք գնում եւ վաճառում են այդ հոսանքը, եւ ստացվում է, որ այդ մեծ կազմակերպությունները արդեն տարիներ շարունակ վճարում են շատ ավելի էժան, քան բնակությունը։ Մի խնդիր էլ գազի գնի հետ կապված, ինչպես հիշում եք, մեկ անգամ նշել եմ, հիմա ցանկանում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ գազի դոլար-դրամ տարբերությունը, որը միջև այժմ իմ ինֆորմացիայով գործում է, այսինքն ժամանակին ֆիքսվել է տարադրամի այլ գին, եւ ինչ որ եղել է փաստացի, հիմա դե բնականաբար իջել է։ Խոսքը դոլարի մասին է, եւ այդ առաջացած տարբերության 20 միլիարդ դրամը, որը շատ, այսպես գազի համակարգի գումարներն էր, միանշանակ կամ պետք է հիմնանորոգման լուրջ ներդրում կատարվեր գազի համակարգում, կամ իջեցվեր գազի սակագինը։ Այդ գումարը ուղղվել է էլեկտրոէներգիայի սակագինը, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի զսպելու համար։